Ողջույններ, մի հատ էլ տեսեք ինչ ընտիր եղանակամ, ուղակի երազանք, ու այս լավորով սենց գեղեցիկ արևի հետ միասին գնում ենք, քիչ թե շատ յուրօրինակ քաղցրեղեն փորձելու, մի շատ գեղեցիկ սրճարան բուտիկ, որտեղ հենց իրենց փորձելու ենք, այնպես որ եկեք միասին գնանք եւ տեղում արդեն ամեն ինչ կպատմեմ։ Ահա եւ հասանք այս հետևում գտնվող սրճարանն է, որը շատ այսպիսի համեստ տեսք ունի, բայց հավաստիացնում եմ ներսում գանձեր կան, այնպես որ հեսա միասին բացահայտելու ենք, իսկ սրճարանը կոչվում է Ջոյա։ Դե գնացինք։ Արդեն ներսում եմ, ու ինչպես տեսնում եք, արդեն վերցրել եմ իմ պատվերը և տեղավորվել եմ, ուրեմն ես այս սրճարան եկել էի այս դեսերտների հետևից, չնայած տեսակ թե տեսականին ինչքան լայն էր ու մեկը մեկից գեղեցիկ և ախորժելի տեսք ուներ, անկեղծ ասեմ, հազիվ եմ դիմացել, որ էլի չվերցնեմ որոշակի բաներ կողքից, փոքրիկ միայն այսպիսի շուկետներ վերցրեցի, ուղղակի անտարբեր չէի կարողանում անցնել, ես շուկետ շատ եմ սիրում։ Բայց ինչպես արդեն ասեցի, եկել էի այս դեսերտների ետևից նման, հյութերի բանկայի նման կամ պահածոների բանկայի նման դեսերտների ետևից, որոնք ուզում եմ շեշտել, պատրաստվում են տեղում, չմտածեք, որ գործարանային արտադրության են, ոչ, պատրաստվում են այստեղ իրենց հետևի ատելիեում, ուղղակի հատուկ ապարատի միջոցով այսպես փակվում է եւ դառնում է այսպես փակ բանկա, որը իդեպ 3 օր հնարավոր է պահպանել։ Եվ սրճարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, ուշադրություն թե ինչի համար եմ ես եկել, որ այստեղ չի օգտագործվում սպիտակ շաքար, այլ օգտագործվում է մրգերից, ստացված այն մրգերից, որոնք ենթակա չեն վաճառքի, որոնք մի քիչ տգեղ են, չափսերին չեն համապատասխանում, այդ մրգերից վերցնում են իրենց հյութը, որից ստեղծում են շաքար, որով էլ պատրաստված են ամբողջ սրճարան բուտիկի քաղցրեղենները, անխտիր ամբողջը այդ շաքարով է, հետևաբար ունեն գլիկեմիկ ցանցր ինդեքս, որովհետև իրենց գլիկեմիկ ինդեքսը նույնիսկ 25-ից պակաս է, այն դեպքում, որ սովորական սպիտակ շաքարինը մոտավորապես 70 է, հետևաբար ձեր շաքարը դիաբետի համար այդքան էլ վատ չեն և շատ արագ չեն ներծծվի արյան մեջ, որը շատ լավ նշան է, այսինքն քիչ թե շատ այդքան էլ վնասակար դեսերտներ չեն։ Առաջի պատճառը, որի համար եկել էի։ Իսկ երկրորդը ինչի համար էի հենց այս դեսերտներ ուզում փորձել, բացի իրենց այս տեսքից եւ ախորժելի, սենց ինստագրամյան տեսքից, որովհետեւ այս դեսերտները իրենք առանց գլյուտեն են, նույնիսկ եթե կա մեջը բիսկվիտ, նա առանց գլյուտեն է, հետեւաբար դեսերտը առանց գլյուտեն է, այնպես որ գլյուտենի անտանելիություններ ունեցողներ հանգիստ կարող եք գալ եւ փորձել։ Այս բանկաներով նաև սենց գեղեցիկ նվերի տուփիկի պես կա, որն արժի 60 եվրո մեջը 5 տեսակ է պարունակում, ասեմ շատ գեղեցիկ նվեր է, երևի թե արդեն տեսակ ցույց էլ տվեցի, արժե ինչ-որ միտեղ գնալուց գնել և տանել, իսկ իրենց հատն արժե 11 եվրո։ 5 տեսակ է լինում, պեկանով կարամելով, որը ես վերցրել եմ, պիստակով, պիստակի պրալինեով կրկին ես վերցրեցի, կար 2 մրգային ելակով և մանգոյով և 5-րդ տեսակը ներկապային խանութում չտեսա, նա պետք է լիներ շոկոլադե տոնկայով, բայց ես եկել էի այս երկուսի հետևից, կարևորը իմ ուզածները կար, ու իդեպ վերցրեցի լատե վարսակի կաթով ու բուսական կաթի համար իրենք հավելավճար են վերցնում, իսկ ընդհանուր առմամբ գները շատ հաճելի են, ինչպես արդեն ասեցի, 11 եվրո ամեն մեկը, լատեն 5.5 եվրո պլյուս 80 սանտիմ բուսական կաթի համար, դա գալիս է 6.30 և 2 հատ փոքրիկ շուկետ, որի հատիկը արժե
60 սանտիմ, կփորձենք, կտեսնենք արդեն անհամբեր եմ։ Ինչպես միշտ համտեսումը փորձում եմ սուրճով։ Մի փոքրիկ հիասթափություն ապրեցի, որովհետև իրենց էջում տեսել էի, որ սուրճը տեղում սպառելու դեպքում գեղեցիկ բաժակներով են տալիս, ինչպես կլասիկ սրճարաններում, բարիստայի պես, գեղեցիկ ձևավորած, դա չունեցա։ Այդ առումով մի փոքր հիասթափվեցի։ Հույս ունեմ գոնե համեղ կլինի, այնպես որ եկեք փորձեմ։ Հա, վատը չեմ կարող ասել շատ լավն եմ, բայց կարևորը վատը չէ։ Իհարկե իմ հիմնական պատճառը այստեղ դեսերտներն են, այնպես որ իմ համար ամենակարևորը որ դեսերտները լավ լինեն։ Առանձնահատուկ ուզում եմ ցույց տալ ձեզ այս քթալիկը իրենց ինչքան գեղեցիկ է անվանական, դրա համար եմ ասում, էլի կուզենայի որ բաժակն էլ գեղեցիկ կերամիկական բաժակով լիներ, որը կհամապատասխաներ այս քթալիկի հետ եւ տեսքը եւ վայելքը ամբողջովին կփոխեր։ Ինչևէ անցնենք դեսերտների։ Հիմա որ մեկից սկսեմ, լավ գիտեք, երկուսն էլ շատ եմ սիրում, պեկանել եմ շատ սիրում, պիստակել։ Որից սկսեմ, եկեք պիստակովից ու հիմա եկեք փորձենք այն ամենահաճելի պահը, այսինքն բացելու, չկասնելու պահը, տենանք լինելու է, թե չէ, նայեք։ Բացվեց, ինչպես իրական պահածո, այդպես էլ բացվեց։ Հիմա տեսնենք, իդեպ իրեք հյութեր էլ ունեն, որ նման էլի բանջկաների մեջ են, հետեղ արդեն տիպիկ հյութերի պես է բացվում, ձողիկը դնում եք և խմում եք, դեսա դեսերտը, այսպես բացվեց, ամիջապես նատուրալ պիստակի հոտը եկավ, ուղագույնին էլ տեսնում եք, չէ, որ սենց են վառ կանաչ չէ, դա հենց բնական պիստակի մասին է խոսում ու մի հատ հելը տեսեք ինչքան պիստակ են մեջը լցրել, դեպաբար դրա համար եմ ասում 11 եվրոն չափաբաժնի համար ու այն ինչ մեջը լցրել են, հաստատ արժե, հիմա եթե համն էլ լավը եղավ, լրիվ 10-ից 10 եմ գնահատելու, փորձեմ մաքսիմալ սենց, որ վերցնեմ բիսկվիտին, բայց հասա, ես կարողացա, ես դա կարողացա, մի հատ նայեք, ինչ գուրման տեսք ունի, իսկապես համեղ է, ուրեմն պրալինեն շատ քաղցր չէ, կարամելիզացված պիստակները շատ քաղցր չեն և ընդհանրապես դեսերտը շատ քաղցր չէ, ես ուղղակի ապշած եմ, որովհետև սովորաբար պրալինիով դեսերտներ իրենք լինում են քաղցր, խիտ, այս դեպքում շատ թեթև է, որովհետև սերուցքը, որ ընդամենը հարված սերուցք է, այս կռեմը, շատ թեթև է հարված, ամեն ինչ, այսպես ասած, հավասարակշռված է ու իսկապես շատ հավանեցի չէի սպասում էի, որ համեղ կլինի, բայց որ նաև թեթև կլինի պիստակով լինելով հանդերձ, այ դրան չէի սպասում, հաճելի զարմացա ու զգացվում է, որ ինքը թարմ է, հա, շատ լավն եմ, գնահատում եմ, 10-ից 9 եմ, զուտ, որովհետև մի քիչ դժվար է այս կթալով, իրենք լավ կանեին, երևի ավելի երկար պոչիկով կթալ տային, որովհետև եթե մի քիչ շատ ենք խորանում միջև ներքև, դժվար է, ինձ կարող է ամբողջ մատերով մտնենք մեջը, բայց ամեն ինչը շատ հավանեցի, թե մատուցումը, թե համը, թե քաղցրության աստիճանը, ամեն ինչը շատ լավն էր, անպայման պետք է փորձեք, շատ հարմար է տեղ տանելու համար, այսպես վերցնեք, թեկուզ փողոցում ուտեք, ու խնդիր չկա, որ ձեր վրա կարող է թափվել, կամ կարող է հալվել, կամ կարող է փլվել, պրակտիկությունը ընդհանրապես արժի, ընտիրա։ Անցնեմ պեկանովը բացելուն, այստեղ կարամելի շերտ է, նույն այդ սերուցքն է, պեկաններ են, բիսկվիտ, նո տեսնենք ինչպիսին է կարամելի մեջ, արդեն վանիլները նկատեցի, վանիլային կարամել է, տեսնենք համը, էլի ամենահաճելի պահը, շատ անուշ կարամելի հոտ է գալիս, վաու, բաղադրությունը կարամելի, մի հատ նայեք ինչպիսի կրեմային է, ես հենց այսպիսին եմ սիրում, ես ինքս էլ հենց այսպիսին եմ պատրաստում, շատ համեղ կարամել եմ, սա, ոնց որ իրիսի համ ունենա, իրիս կոնֆետի համն ունի, լուրջ եմ ասում,
Ես բնականաբար ավելի քաղցր է լինելու, որովհետև պրալինեն հնարավոր է քիչ քաղցր անել, բայց այլ կարամելը տարբերակ չկա քիչ քաղցրի, հետևաբար ինքը քաղցր է լինելու։ Հիմա տեսնենք կկարողանամ պիստակի պես գոնե միջև վերջ գնալ։ Քիչ թե շատ։ Ինչեր ասես, որ չեմ անում, ես ձեզ համար, ես երբ էի այսպես կերել։ Հələ մի հատ նայեք ես գուրմոնզիզի տեսքը, էլի։ Փորձեմ։ Վերջնա։ Ես ավելի շատ հավանեցի եմ բեկան կարամել համադրությունը ուղղակի սպանում եմ։ Այն մեկը կդնեմ 10-ից 8, 1 բալ կհանեմ, սա եմ դնում 10-ից 9, կրկին 1 բալը հանում եմ մի քիչ ես քթալի կարճության համար, բայց դեսերտը շատ հոմեղ է ու կրկին ենքան թեթև է, հա ավելի քաղցր է դե նորմալ է, ինչպես արդեն ասացի կարամել կա, բայց շատ լավն է ու բիսկվիտն էլ կավացիք վանիլային բիսկվիտ է ու շատ համեղ է վանիլի հատիկներն են ենքան գեղեցիկ մեջ է երևում են, չգիտեմ ինչքանով կադրով կտեսնեք, լիքը վանիլ են լցրել, ապրեն իրանք որակյալ է Ինչպես արդեն հասկացաք, ես շատ հաճելի անակնկալի եկա, որովհետև տվյալ դեպքում հայպը լրիվ արդարացված է ու ինքը սենց թաքնված տեղում է գտնվում Ինչպես տեսակ արդեն դրսից էլ հա կարող է հնարավոր է կողքից անցնել եւ չնկատել, բայց գիտեք ինչքան շարժ կա եւ ես այն ժամին եմ դեռ եկել, հələ այդքան շատ մարդ չկա, որովհետեւ առավոտ շատ շուտ եմ եկել, բայց ես համոզված եմ օրվա մեջ այստեղ շատ մարդ կլինի, որովհետեւ իմացողներ կան, ովքեր հատուկ գալիս են հենց այստեղից հացաբուլկեղ են նույնիսկ գնելու, հա, այդ կրուասան, պան ու շոկոլադ, որովհետեւ շատ գեղեցիկ տեսք ունեն տեսակ Եվ ինչպես ասեցի, սա էլ հայպը արդարացված էր, 17-րդ թաղամասում է գտնվում, Վագրամի ավենյուից ոչ շատ հեռու, հետևաբար Շանզելիզեից էլ շատ հեռու ինքը չի ընկնում, անպայման բաց չթողնեք, եկեք լուրջ եմ ասում, չեք փոշմանելու, եկեք դուք էլ փորձեք, հետ չէ, վերցրեք եւ հետները տարեք, նստեք մեկ գեղեցիկ տեղում, եթե չեք ուզում այստեղ նստել, հա, գեղեցիկ այգում, որովհետեւ հա ոչ շատ հեռու նաեւ Մոնսոյի այգին է այստեղ, կարող եք գնալ Մոնսոյի այգի, Մոնսոյի այգի, եթե չգիտեք, շատ գեղեցիկ այգի է, շատ գեղեցիկ, շատ մեծ, դուք էլ գնացեք եւ վայելեք, անպայման խորհուրդ եմ տալիս։ Եթե եզրափակեմ, հա, վայրի համար իմ գնահատականը, ուրեմն կտամ 10-ից 7.5, որովհետև տեղը շատ հաճելի է, փոքր է, հասարակ է, բայց էքստրա ոչինչ չկա, հա, շատ ավելի գեղեցիկ եւ հաճելի վայրեր կան։ Ու մեկ էլ հակուզենայի, որ սուրճը եթե տեղում ենք սպառում գեղեցիկ բաժակներով մատուցային դրա համար 7.5, իսկ ընդհանրապես կոնցեպտը գնահատում եմ 10-ից 10, որովհետև ինչպես արդեն նշեցի սկզբում, ոչ մի դեսերտի մեջ, ոչ մի քաղցրեղենի մեջ, ոչ մի հացաբուլկեղենի մեջ չկա սովորական շաքար, այսինքն բոլորը մրգային շաքարով է ստացված, բայց մենք ոչ մի տարբերություն չենք զգում համային, նույն այս կարամելը, երբ որ սովորական շաքարով չէ պատրաստված, բայց այնքան համեղ է, որ դուք ընդհանրապես չեք տարբերում, երբ որ ուտում եք այս դեսերտները, ինչպես ուտեք ցանկացած կլասիկ դեսերտ, որևիցե տարբերություն չեք զգում, իսկ դա շատ մեծ աշխատանքի արդյունք է, այսինքն հետևաբար հնարավոր է վայելել նման գուրման բաներ, բայց դրա հետ մեկտեղ առողջությանը շատ չվնասել, նույն հենց այս շուքետը, եթե հաշվի առնենք, որ վրայի շաքարը սովորական չէ, դա պահանջում է շատ մեծ մասնագիտական աստիճան, այսպես ասած, այնպես որ շատ հավանեցի, իսկապես դուք էլ անպայման այցելեք, հավաստիացնում եմ, շատ եք հավանելու ու հատկապես, որ նույնիսկ չեք էլ զգալու, որ շաքար չկա, բայց դրա հետ մեկտեղ ձեր օրգանիզմը շատ չի տուժի, շնորհակալություն կասի ձեզ Պես որ եթե հավանեցիք, լայքեք, բաժանորդագրվեք, կիսվեք հարազատների հետ, կոմենտներ գրեք, խնդրում եմ, այդ ինձ շատ կօգնի, որպեսզի ես էլ հասկանամ, թե դուք ինչ կուզենաք, ինչպես կուզենաք ձեզ մատուցեմ, որտեղ գնամ, չգիտեմ, կիսվեք ու հետևեք ինձ իմ ինստագրամյան էջերում, պաչիկներ եմ անում ձեզ եւ շատ սիրում եմ, մինչ նոր համտեսում